Նախիջևանի վրա իրանական ԱՏՍ-ների հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ է տուժել։ Այս մասին հայտարարում է պաշտոնական Բաքուն, հավելելով, որ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել։ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է, որ Իրանը Ադրբեջանի ուղղությամբ ԱՏՍ է արձակել։ Մերձավոր Արևելքում շարունակվում են հրթիռային հարձակումները։ Գիշերը Իսրայելի ուղղությամբ 3 անգամ բալիստիկ հրթիռային հարձակումներ են իրականացվել։ Օդային հարված է հասցվել նաև Իսրայելի կենտրոնում, Երուսաղեմի մոտակայքում և Արևմտյան ափի որոշ շրջաններում։ Իսրայելը ռմբակոծել է բալիստիկ հրթիռների արձակման վայրը Իրանում։ Այն նաև հարձակվել է Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահ խմբավորման մի քանի հրամանատարական կենտրոնների վրա Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Հայտնի է դարձել նաև, որ իրաքցի քուրդ հազարավոր մարտիկներ ցամաքային հարձակում են սկսել Իրանում, սակայն այն տեղեկությունը, որը տարածել է Fox News-ը, կտրականապես հերքվում է քրդական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ կողմից։ Տեղեկությունը այն մասին, որ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական գործակալությունը աշխատում էր քրդական ուժերին զինելու ուղղությամբ Իրանում ապստամբություն կազմակերպելու համար, նույնպես հերքվել է Սպիտակ տան կողմից։ Ինչ վերաբերում է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի վրա հարձակմանը, ապա զոհվել է 80 մարդ։ Դոնալդ Թրամփի վարչակազմը անդրադառնում է Իրանում դպրոցի վրա հարձակում։ ԱՄՆ-ի ռազմական նախարար Փիթ Հեքսեթի խոսքով քաղաքացիական օբյեկտներ և քաղաքացիական անձիկ երբեք չեն եղել ԱՄՆ-ի թիրախը և նրանք երբեք չեն հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա։ Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 150 մարդ։ ԱՄՆ-ի նախագահը ինքն է ասում, որ Վաշինգտոնը լավ է գործում ճակատում։ Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի սկզբնական օրերը գնահատել է որպես ամերիկյան մեծ հաջողություն, 10 բալանոց սանդղակում գնահատել է 15 միավոր։ ՆԱՏՕ-ն կարող է կիրառել կոլեկտիվ պաշտպանության կետը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմի դեպքում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մարկ Ռուտեն։ Նյումաքսին տված հարցազրույցում Ռուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված չէ գործողության մեջ, բայց դաշնակիցների շրջանում կա լայն աջակցություն ընդդեմ Դոնալդ Թրամփի գործողություններին։ Մարկ Ռուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ն միտումնավոր անորոշության մեջ է պահում, թե երբ է կարող կիրառել 5-րդ հոդվածը, որպեսզի հակառակորդները չիմանան, թե որտեղ է կարմիր գիծը։ Ռուտեն նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է դաշինքի տարածքի անվտանգությանը։ Իտալիան կուղարկի հակաօդային պաշտպանության համակարգեր Պարսից ծոցի երկրները Իրանից պաշտպանելու համար։ Վարչապետը պարզաբանում է, որ աջակցությունը պայմանավորված է տարածաշրջանում ապրող տասնյակ հազարավոր իտալացիների և այնտեղ տեղակայված մոտ 2000 իտալացի զինվորի կյանքը փրկելուն։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նման Իտալիան նույնպես մտադիր է օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին, մասնավորապես պաշտպանության ոլորտում և մասնավորապես օդային պաշտպանության ոլորտում, ասել է Մոլնին։ Սպիտակ տունն հայտարարում է, որ Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի զինված ուժերի հետ և որ ԱՄՆ-ի զինվորականները համակարգում են իրենց գործողությունները Իսպանիայում գտնվող իրենց գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցները հղում անելով Իսպանիայի կառավարությանը հայտնում են, որ երկրի դիրքորոշումը չի փոխվել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ Իսպանիան վտանգի է ենթարկել ամերիկացիների կյանքը։ Սկոտ Բեսանտի խոսքով անընդունել է, որ իսպանացիները չեն համագործակցում Վաշինգտոնի հետ ամերիկյան բազաների հարցում։ Իսպանիան հրաժարվել է թույլ տալ Ամերիկային օգտագործել իր ռազմական բազաները Իրանին հարվածելու համար, որից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կդադարեցնի Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը։ Ավելի ուշ Իսպանիայի փոխվարչապետը հայտարարեց, որ Իսպանիան չի դառնա որևէ մեկի վասալը և ևս մեկ անգամ նշել է, որ երկրի կառավարությունը թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել Ռուտա և Մորոն ավիաբազաները։ Իրանի նախագահը ողջունել է Իսպանիայի դիրքորոշումը և նշել, որ երկրների գործողությունները ցույց են տալիս, որ Արևմուտքում դեռևս գոյություն ունի էթիկա և զգոն խիղճ։
Սննդամթերքի գների համակարգման հանձնաժողովի հաջորդ նիստը ընթացքի մեջ է օրենսդիր մարմնում հանձնաժողովի անդամները հանդիպում են խոշոր բաշխիչ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովի նպատակն է ստեղծել ապրանքների դեղորայքի եւ վառելիքի գների համար առավելագույնս բարենպաստ պայմաններ։ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է իր հանդիպումները ԱՄՆ-ում։ Խորհրդարանական պատվիրակության անդամները պաշտոնական հանդիպումներ են ունեցել Կոնգրեսում, Սենատում եւ հետազոտական վերլուծական կենտրոններում։ Նիկոլոս Ցամխարաձեն հանդիպումներ է ունեցել կոնգրեսական Ադեր Հոյթի եւ ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի փոխնախարար Էնդրու Բեյքերի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկել են վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնման եւ ռազմավարական գործընկերության վերականգնման կարևորությունը։ Զրույցը նաև անդրադարձել է անվտանգության մարտահրավերներին։ Նիկոլոս Ցամխարաձեի խոսքով կոնգրեսական Հոյթը հետաքրքրվել է օկուպացված տարածքներում տիրող իրավիճակով։ Նրանք նաև խոսել են Վրաստանի ռազմավարական դերի, տարանցման եւ կապի մասին եւ պայմանավորվել են ապագա համագործակցության վերաբերյալ։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է նախկին պաշտպանության նախարար Ջուանշիր Բուրճուլաձեի, նրա տեղակալ Գյորգի Խայնդրավայի, Վասիլ Մխեիձեի դատավարությունը, որտեղ հարցաքննվել են մեղադրանքի կողմի վկաները։ Գործով քննվել է 5 վկա, իսկ դատարանում ցուցմունք են տվել նաև Ջուանշիր Բուրճուլաձեի եւ Վասիլ Մխեիձեի տուժողները։ Մեղադրողի խոսքով այսօրվա վկաները հաստատել են, որ ձերբակալվածները իրենց ունեցվածքը գրանցել են այլ անձանց, այդ թվում վարորդների անունով, ինչպես նաև նրանց օգնությամբ տարբեր հաշիվներ են փոխանցվել խոշոր գումարներ։ Պաշտպանության կողմի խոսքով գործում նրանց դեմ ապացույցներ չկա եւ այսօրվա ցուցմունքները, որոնք խոսում են ունեցվածքը այլ անձանց փոխանցելու մասին, կապ չունեն այս գործի հետ եւ չեն վկայում հանցավոր արարքների մասին։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Միքաձե եղբայրների եւ Գյորգի Ջոխխաձեի դատավարությունը, որոնք մեղադրվում են գործարար Լևան Ջանգվելաձեի պատվերով եւ սեփական շահադիտական նպատակներով նախատեսված սպանությունը կազմակերպելու մեջ, որտեղ կհարցաքննվեն պաշտպանության կողմի վկաները։ Նրանց թվում է նաեւ նույն գործով կալանավորված Մամուկա Բաղդավաձեն, որը մեղադրվում է կարևոր տեղեկություններ թաքցնելու մեջ։ Դատախազության տվյալներով հենց Բաղդավաձեի միջոցով այսպես կոչված մարդասպան Գելա Ուձիլաուրին փորձել է կապ հաստատել Գյորգի Ջոխխաձեի հետ, որին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։ Սակայն Բաղդավաձեն կարող է չներկայանալ այսօրվա դատավարությանը։ Իրավապաշտպանի խոսքով նա մտադիր է ցուցմունք տալ դատարանում հաջորդ դատավարության ժամանակ։ Կրթության հաստատությունների ուսումնական նյութատեխնիկական գույքով ապահովելու նպատակով այս տարի սկսում է գործել Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարության ներքո գործող կրթական ռեսուրսներ նոր ՍՊ։ Գիվի Միքանաձեն առաջին աշխատանքային հանդիպումը անցկացրել է կրթական ռեսուրսների ղեկավարի եւ աշխատակիցների հետ։ Նախարարը քննարկել է նոր կառույցների ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղությունները եւ ապագա ծրագրերը։